մարտավարական առումով սխալ էր, մի քանի օր հետո ցավակցություններ ողել է Իրանում։ Իրանի բարեկամ ժողովուրդը ապացուցել է, որ արժանի է, որպեսզի մենք այս ծանր պահին լինենք իրենց կողքին։ Եվ եթե իրականում մենք խոսում ենք հայ-իրանական հարաբերությունների մասին, ապա հենց հոգևոր առաջնորդի մահվանից րոպեներ անց Հայաստանը պիտի ցավակցեր։ Ադրբեջանի ղեկավարը ունի այնքան շատ ներողություն, լկտիություն, որ մի կողմից իր տարածքը տրամադրում է իսրայելական բազաների համար, մյուս կողմից շտապում է ցավակցել, չնայած բոլորն էլ հասկանում են, որ դա կոկորդիլոսի արդյունքներ են եւ սա ըստ էության կեղծ է։ Բայց Հայաստանը չունենալով ոչ մի եւ չանելով ոչ մի ճշնամական քայլ Իրանի նկատմամբ, չգիտես ինչու հապաղում է եւ հերթական անգամ մեր այս հապաղումից եւ անվճարականությունից կրկին օգտվում է Ադրբեջանը։ Սա անթույլատրելի է։ Իսկ ձեր կարծիքով այդ մի քանի օրվա լռությունը դա հաշվարկված ինչ որ քաղաքականություն է, թե ռազմավարության բացակայություն։ Ես կարծում եմ երևի թե երկրորդը։ Մենք այդպես էլ չկարողացանք հասկանալի լինել մեր գործընկերների, դաշնակիցների եւ նաեւ թշնամիների համար։ Մենք չենք կարող հասկանալ մի բան, որ ինչքան բարձր խոսես ինքնիշխանության մասին, դու գործով պիտի ապացուցես քո ինքնիշխան լինելը։ Հետևաբար միգուցե սպասում էին, միգուցե հրահանգ կար, ես չեմ կարող ասել, օրինակ ամերիկյան դեսպանատնից, բայց սա այն դեպքն է, երբ ամերիկացիները թող իրենց գործով զբաղվեն, սա մեր պետությունն է եւ մենք ենք որոշում եւ ի վերջո երբ մենք 5000 տարի կողք կողքի ապրում ենք, ամերիկացիները դեռ չգիտեին էլ որ իրենք ամերիկացի են։